Մինչ Փաշինյանը պարծենում է, որ նոր ճանապարհ է կառուցում Սյունիքի մարզում, դրան զուգահեռ իրականությունում հենց ներքին հանդի պատմամշակութային արժեքները խոշտանգվում եւ հավասարեցվում են հողին։ Իշխանությունները լուռ հետևում են։ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հերթական տեսանյութն է հրապարակել, որ Կապանից Տաթև տանող վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհը կառուցված է եւ կից նշել է իր հայտնի հեշթեգը։ Ինչպես խոստացել էի։ Այդպես էլ անհասկանալի է երբ եւ ում է ինչ-որ բան խոստացել Փաշինյանը։ Գուցե ադրբեջանական կողմին է խոստացել, որ հայաստանապատկան հողերը պետք է հերթով հանձնել։ Հավելենք նաեւ, որ մինչ հպարտորեն պարծենում է Փաշինյանը իր կառուցած ճանապարհով մի քանի կիլոմետր այն կողմ, ինչպես հայտնել էր հրապարակը, ներքին հանդում Ադրբեջանը քանդում եւ ավերում է ներքին հանդում տեղակայված հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը։ Ընդ որում ներքին հանդում ադրբեջանցիներն են հայտնվել եւ գյուղի գերեզմանն անգամ իրենց տնօրինման տակ են վերցրել հենց Փաշինյանի օրոք։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանն ավերել եւ հողին էր հավասարեցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Արցախի Հանրապետության կառավարության շենքը։ Հիմնահատակ քանդել էին Շուշիի կանաչ ժամ եկեղեցին եւ այսպես շարունակ։ Փաշինյանը նախընտրական ֆոնին հպարտանում է 1 մետր ասֆալտով, այնինչ Արցախում եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում հազարամյա պատմությունը հավասարվում է հողին եւ դառնում ճանապարհ Ալիևի ոտքի տակ։